Սուրբ Մովսես Խորենացի Վարդավառի խորհրդի մասին Լուսավոր և պայծառ է խորհուրդն այս մերձավոր տոնի և տիեզերական ցնծության ավետիս է հնչեցնում երկնքով մեկ։ Գերապայծառ ճառագայթող լույսով պարուրված զվարթ և ուրախ եմ տեսնում քրիստոսասեր հավատացյալներիդ միասնական հավատքը։ Նորահրաշ արփիափայլ լույսով պսակված տոնիս խորհուրդը պայծառ ձայնով ընդմիշտ հրաշացնելով արթնանում են մեր մեջ ցնծության երգեր և առաջինից աղբյուրացած առաջին լուսավոր բնությունների երկնագումար դասերը վերին Սիոնից և վերիններին պարակցող երկրավոր խմբեր բոլորի փրկության համար համախմբված վայելչացնում են հրաշքը բերկրալից ձայնով։ Արդեն իսկ ոչ միայն մեր այս բանական բնությունը և առաջնամիտ ու մաքուր հրեշտակներն են այս տոնի գովեստը հռչակում, այլ գրեթե բոլոր տարերքներն էլ միասնաբար դարձած այս թագավորական օրվա ընծայաբերդներ պայծառակերպված հրաշազարդում են նրա փառքը։ Քանզի ամեն ինչ այս բարի տոնի ժամանակ գեղեցկապես միասին ընթանալով զվարճացնում է ամբողջությամբ միտքն ու զգայությունները, որոնց հետ նաև բոլոր անշունչներին և անշարժներին, որովհետև այսօր նոր Սիոնի վրա հրեշտակային դասերի օրհնություններն են քաղցրանվակ հնչում պայծառահրաշ լույսով պարուրված, և Քրիստոսի գալստյան փայլումը հավատացյալներիս է փարվում։ Ըստ մարգարեի, երկինքն ու երկիրն ամբողջապես նորոգվում են, և լեռները ցնծում Տիրոջ առաջ, ոչ միայն մեր էությանը խառնված կենդանի լույսի հորդացող օրհնություններով տարամերժվում են անեծքները, և տարրերը առաջին հույսով նորոգվում հրաշափառության մեջ, այլ գրեթե ակնհայտորեն բոլորին երևացող վայելչազարդված բնություններն այս պայծառ տոնն իմանալի և զգալի փառքով են պսակում։ Քանզի այժմ երկինքն ի վերուստ պայծառ զգեստներ է հագցրել իրենց ընթացքով շարժվող լուսավորներին և ջահավառում է ընդհանուր այս աշխարհը վճիտ և մաքուր լույսով զգալի։ Իսկ հավատքի բարձրացրած խորանը երկնքի նման կամարաձև շրջապատելով հավատացյալներին անըստվեր լույսի անապական ճառագայթն է բացափայլեցնում մեր բանական բնության հոգևոր աշխարհում։ Այժմ պայծառալույս արեգակը վերին կամարին հասած հրաբորբոք ճառագայթներով վանում է հյուսիսի սառնությունը, ջերմություն տարածում երկնքով մեկ, կենդանացնելով մեր զգալի բնությունը։ Իսկ արդարության արեգակը հավատքի խորանի վրա փայլելով լուսաբորբոք հոգեռանտ լույսով հրավառում է հավատքի անթյուրելի տարփողներին կենդանագրելով էական լույսի կնիքով։ Այժմ լուսնի լուսավառ բոլորակը և աստղերի մաքուր հույլը հրաշազարդում են երկնային Բուրաստանը և իրենց շարժման մեջ ճառագայթակերպում տիեզերքը լուսարշավ ընթացքով։ Իսկ հավատքի լույսի արմատն ու աղբյուրը մեր բնության երկնքով մեկ բարեբանյալ պտուղ Աստվածածին իր կուսության մաքրապայծառ լույսով և իր հետ վառած մեծաջահ սուրբերին երրորդության լույսի հոգևոր աստղերին տիեզերքով մեկ շրջափայլում է որպես հրաշապայծառ ճառագայթ։ Այժմ ամպերը տերունական հրամանին սպասարկելով արևելքից լուսատեսակները և հյուսիսից ոսկե ճաճանճները իրար վրա կուտակված միագույն թանձրության մեջ փայլակնացայտ, որոտնդոստ, ցողաբուխ առատությամբ հագեցնում են տիեզերքը։ Օդի հոսանքներն էլ ողողված մաքրագույն բյուրակերպյան ծաղիկների և տունկերի երփներանգ զարդերով պսակում են պայծառազարդված աշխարհը։ Իսկ առաքելական ամպերի երկնքով մեկ լեռնացած բազմաճառագայթ կուտակումներն ավետարանի ահեղ որոտմամբ
փայլակնաբորբոք հրակես զորությամբ, Աստծո գիտության ողորմության անձրևն են մատրվակում մեր բնության դաշտի հովիտներում։ Նաև հոգու կենդանարար օդի շունչն են տարածում բանական բույսերի բերժի աճի համար և քաղցր պտուղով վայելչացած անուշահոտ ծաղիկների վրա։ Այժմ երկիրը վայելչացած պայծառակերպում է մեր Աստծո երևման ժամանակ, պսակակապ թագազարդարված, տերևազգեստ բույսերով և տունկերով ծաղկազարդված և ծաղկավետված լեռները ծիրաներփյան ցնծում են Տիրոջ առաջ։ Անուշահոտ են դառնում նաև ճահիճները, և դալարավայրերում կենդանիների խմբերն են խայտում, և հավքերն օդում վայելչացած երևալով քաղցրանվակ հնչեցնում են անտառները։ Իսկ մեր բանական բնության երկիրը լուսազարդված ցնծում է Աստծո գալստյամբ, զարդարված մշտազվարճ առաքինության նորափետուր ծաղիկներով, և բարձրանալով հավատքի լեռը տոնասերներին պսակում է ոսկե ճաճանչ իմաստության ծաղիկներով, և աստվածագիտության բուրումը երկնախոհների միտքն ամբողջապես լցնում է անուշահոտությամբ։ Քաղվում են նաև անմահության պտուղներ, սրբությամբ քաղցրացնելու հոգու զգայարանները, նաև պարում են մաքրազգեստների լուսատեսակ դասերը եկեղեցու շուշանազարդ վայրերում և ավետարանի քաղցրաձայնության նվագները հավքերի երգերի պես ավետալուր հնչեցնում բոլորի համար։ Այժմ ծովը վրդովմունքի բարձրադես լեռնակոտակ ալիքներից հանդարտված տերունի ոտքերի համար ընթացքի ասպարեզ է հարդարում կոհակների վրա, և գետերի հոսանքներն առավելապես տարածվում են տիեզերքով մեկ, և ականակիտ աղբյուրների քաղցրաբուխ ծավալմամբ զովացած հրճվում են էակները, քանզի Աստված է աշխարհ եկել։ Իսկ մեր բնության ներքին իմաստության ծովը, երբեմնի չար հողմերի անդնդապտույտ փրփրատեսակ ալիքներից հանդարտված, ի վերուստ շողացող ճառագայթներով հոգու բնության ընթացքն է անվայրափակ հարդարում իր մեջ, և ավետարանական գետերի տիեզերագնաց ծավալմամբ կենաց աղբյուրից անհատաբար հորդացող անմահության հոսանքները Աստծո մեզ երևալու պահին պարածածկում են տիեզերքը խաղաղության ողջույնով։ Այսպես է նկարագրվում այս տոնի պայծառակերպությունը այսպիսի հրաշքներով. Սա է արդարև ցնծության և ուրախության օրը, որ Տերն արարեց, սա է Աստծո մեծ փառքի ծագման օրը, որը նոր արքայության սկիզբն է և էական լույսի հայտնությունը և հավիտենական լույսի նկարագիրը, սա է Սուրբ Միաշաբաթի օրը տերունական հարության լույսով պսակված։ Նույն օրը նաև Սուրբ Հոգին իջավ Վերնատուն պայծառ լույսով շրջափայլելով և հրաշազարդեց այնտեղ գտնվող երկնախմբերի դասերը։ Սա Մովսեսի կողմից անվանվեց առաջին օր, երբ սկզբնածինը ցրեց խավարը, և այս բնությունն ամբողջովին վայելչացավ լույսով, իսկ մարգարեի կողմից 8-րդ օր, որ նշանակում է նույն առաջինը, և 8-րդ է անվանվում մեծ և աներեկո առաջին օրվա համար, երբ ճշմարիտ աշխարհի հարատև աստվածային լույսով մաքրվածներին անլուծանելի կյանքն է ընձեռում, որի այնտեղ գտնվողներին լուսավորող պայծառ ճառագայթները փայլում են այսօր, երբ Փրկիչը մեր բնությամբ ճառագայթեց աստվածության լույսը Թաբոր լեռան վրա, լույսի փրկական փայլումը որպես առհավատչա թողնելով սուրբերի աստվածանմանակերպ հարության համար, որը և տոնում է եկեղեցին հրաշափառ ցնծությամբ։ Սա տաղավարահարած տոնն է, որ օրինադրեց Մովսեսն Իսրայելի ելքից հետո 7-րդ ամսի 15-րդ օրը, երբ 7-րդ օրը տաղավարներում բնակվելով համախմբված տոնում էր Իսրայելը արմավենյաց ճյուղեր, բարտիների ձողեր և սաղարթազվարճ ոստեր և ընձյուղներ տանելով
ի հիշատակ իրենց դեպի Սինա գնալու խորանաչու ընթացքի եւ որպես ընծայաբերության զոհություն աստվածային երախտիկի, որ վերցնելով գրեցին հասնելու աստվածակերպ բուրաստանատեսակ ավետյաց աշխարհը։ Սա նրանց օրինադրած ստվերակերպ տոնն է, որն ավետարանի ճշմարտություններ նախագրում, քանզի հենց որ լքում ենք մեր իմանալի Եգիպտոսը, ի նկատի ունեմ մարմինը ողողող խավարաբնակ աղտեղի աղտերի տիղմը, ավետարանի լույսի հրափայել սյունով առաջնորդվելու, որին Հովանի է հոգու ամպը, աստվածագիտության հոգևոր լեռն ենք բարձրանում, որ Աստված է, որ ամենայն նյութականն իր մեջ բոցակիզում է հրով։ Այնտեղ, ինչպես հայելու մեջ, Տիրոջ փառքը տեսնելով, նույն լույսից կենդանակերպվում ենք, և փառքից ի փառս ճառագայթվելով, օրինադրվում այս կենցաղի նյութական շինվածը լքել և դեպի աննյութ հարկը փութալով, այս ապականվող մարմնի անդամներն առաքինության խորանի վերածել։ Սա տաղավարահարած տոնի պես 7-օրյա շրջագայությամբ տոնում ենք 7-րդ ամսի 15-րդ օրը, մեր զգայությունների մեջ եռակի մաքրություն ընդունելով, թե գայթակղությամբ, թե պատերազմով ներսընդունած մեղքերի խայթոցներից, և այս 7 օրը տոնում ենք տաղավարներում, արմավենյաց ճյուղեր և կանաչազգեստ ոստեր և ընձյուղներ բռնած, և այս 7-օրյա շրջագայության ընթացքում այս աշխարհին պատկանող կյանքի բոլոր հոլովումներն արտաքսելով, Աստծո նման հոգով ենք ապրում և անմարմնական առաքինությունների ոստերի աճմամբ դեպի հրեշտակային բարձունքը վերընձյուղված, որպես արմավենիներ Աստծո գավթում ծաղկում ենք, հրավիրվելով դեպի վերին ավետյաց երկիրը, Աստծո Սիոն քաղաքը, դեպի մայրը կենդանի արարածների և անմահների բանակատեղը, դեպի լույսի առագաստի անքակտելի խորանը, ուր հարազվարճ խնդությամբ հնչում են տոնախմբվածների ձայները։ Այս ամենը մեր մեջ որպես օրինակ տպավորված էր նախապես, որն իրենով ամբողջացրեց Քրիստոս, գրի լուծիչը և խորհրդի կատարիչը, որն այս տոնի օրը լեռան վրա աշակերտներին հայտնեց անմերձենալի աստվածության նազելի փառքի ծայրագույն լույսի ծագումը կենդանարար աղբյուրացած մարմնից փայլակնատարած ճառագայթարձակ փայլմամբ։ Եվ դարձել էր Թաբորը որպես նոր Սինա սուրբ լեռ, և լուսեղեն աստվածաբնակ վայր, հրավառ և ամպով պատված, նաև նոր երկինք աստվածության ճառագայթներով բարձրացած երկրի վրա և պայծառազգեստ պսակված արփիափայլ հրաշքով։ Այնտեղ են նաև հրեշտակների զորքերը, սերով բեների բյուրավոր բանակներ գումարած, որոնք տերունի ոտքերի ներքո սոսկացած, հրափայլ թևերով պարփակում են արքայական աթոռը։ Քանզի ուր վերնստյալն է, այնտեղ էլ նրա աթոռն է, այնտեղ էլ բարերջանիկների խմբերն են, առաքյալների և մարգարեների պայծառ և մեծ լուսազգյաց դասերը, անմերձենալի լույսի հպավորությամբ աստվածակերպված և բացերես առ Աստված հայելով աստվածացած, ավելի ճիշտ է ասելը Աստված միավորվել է աստվածներին և հայտնել իրեն։ Այնտեղ են նաև պայծառազգեստ եկեղեցությունները, զարդարված աստվածածագ հրի բորբոքմամբ և միավորված անշիջանելի լույսի հետ, սուրբեր, որոնք փայլում են տիեզերքում ավետարանի լույսի աշխարհարձակ ճառագայթներով։ Այնտեղ Մովսեսը, կանխատեսը մեզ վրա Աստծո փառքի արեգակի ամփոփող և անմատույց լույսի առաջին ծագման, իր տենչալի լույսը տեսնելով, մարմինը վարագույրով ծածկած,
ցնծության մեջ հարություն առնելով գալիս ողջունում էր նույնահրաշ կերպարանքով, ավետելով մեզ, որ նույնպես պիտի կենդանակերպվենք եւ նորոգվենք Աստվածորդու հարությամբ, նրան վկայելով որպես Տեր մահու եւ կենաց։ Եվ Եղիան հրեկարգով վեր բարձրացած կենդանի էակների աշխարից ողջունի է եկել մեր ատիպ էական լույսին, վկայելով, թե Տերն է վերինների եւ ներքինների, խոսում էր փրկության դրան մասին, որ Երուսաղեմում է, ավետարանելով մեզ, որ հուսացած հարության ժամանակ ամպերով պիտի տարվենք եւ ելնենք դեպի Աստվածության հուրը։ Այնտեղ մեծ հայրական խորքերի հազարապետը խորանով արագաստված վերին արքունական լույսի փակողն ու բացողը սարսափած վերաձայնում էր երրորդության խորհուրդը, երակի տաղավարներով եւ տիեզերագոչ փողով հրավիրում բոլորին վերին Երուսաղեմի լույսի խորանը։ Այնտեղ էր, որ վերին արքայի զորության զորքերը, ազգերի թագավորները եւ աշխարհի իշխանները, որոտման որդիները, որոնք Հովանի արած Սուրբ Հոգու ամպը բարձունքներից ահեղ որոտման փնչեցրին հայրական ձայնը տիեզերքով մեկ, օրհնության ցողով արբեցնելու ծարավիներին անմահության ջրերը։ Արժե շարունակել։ Ասեմ ավելի համառոտ ձևով, այնտեղ է երրորդության բոլոր գերակա փառքերի բացածակումը, քանզի հոգին լուսեղեն ամպերով Հովանի եղավ, եւ Հայր Աստված փառքով որոտաց, եւ մարմնացյալ բանը տնորինված կենդանարար մարմնով փայլեցրեց այնտեղ հայրաբուն փառքի էական ջրագայթը, քանզի իրեն միավորեց մարմինը, ինչպես որ ասված է, բանն Աստված հոր մեջ է եւ հորից, են էականից, լույս լույսից, կյանք կյանքից, նա է երանելին եւ միայն բարին, ում նայում են բոլորը, ում դենչում են բոլորը, ում մեջ չկա այլայլում եւ փոփոխում։ Հոր նույն բնությունն է, փառքի ճառագայթը, էության կերպարանքը եւ բարերարության պատկերը, որ են է եւ միշտ են, մտքից եւ խոսքից վեր պատճառ ունենալով միշտ են, գթացաբար կամենալով փրկագործել մեր բնությունը, մեզ կերպակից է դառնում չբաժանվելով Աստվածությունից, որովհետև իր բնությամբ մարմնին միացավ, նրան իր հետ խառնելով եւ աստվածացնելով, սակայն մնալով ինչպես կար, ոչ շփոթվելով, ոչ էլ անխառն մնալով, այլ եւ խառնվելով, եւ միավորվելով բնությամբ, անշփոթաբար եւ անբաժանելի, որ էերի մտածությունից վեր է, որովհետև կույսի որովայնի մեջ անփոփոխելի լույսի ճառագայթը փոփոխական նյութով ճառագայթեց, որպես մի կայծակ այնտեղից նույնակերպ հրաշաբուսած, եւ մեր բովանդակ հոգին, մարմինը եւ միտքն անապական եւ աստվածախառնությամբ միաբուն դարձնելով, Էմմանուելը ծնվեց կույսից, չանջատվելով հորից, ամբողջապես մնալով երրորդության մեջ եւ անբաժան երկրից։ Քանզի միաժամանակ եւ կույսի գրկում է աստվածացած մարմնով, եւ սրովբիական կարգն է իսպար լցնում մարմնացյալ աստվածությամբ։ Քանզի նա ամեն ինչի մեջ է, եւ լի են նրանով երկինք ու երկիր, եւ նա, որ անդին է ամեն ինչից, առանց մեղքի եւ ապականության մեր բոլոր հոգեկան եւ մարմնական կրքերի միջով ճանապարհորդեց մի դեմքով, մի կամքի շարժությամբ, միևնույն Աստված, մարմնավորված եւ բոլորից անդին։ Նրա անբաժան միությունը գերակատար լռությամբ բացածագեց այսօր, նույն մերակերպ աստվածացած մարմնի մեջ էական փայլատակող ճառագայթն աղբյուրացրած, լուսակերպելով մեր մթնած խավարային բնության սև աղջամուղջը, մեզ իր միջոցով հորը միացնելով, որի մասին էլ ասաց, որպես դու հայր իմ մեջ ես եւ ես քո մեջ, նույնպես եւ նրանք թող մեր մեջ լինեն, որովհետև լեռը ելնելով
մեզ իր հետ բարձրացնում էր դեպի հայրական աթոռը, և մարդկային մարմնի դեմքն արեգակնափայլ լուսազարդելով, մեր նվաստ մարմինն էր Աստվածակերպում իր փառավոր մարմնի նմանությամբ, որի հետ նաև լուսեղեն ամպի կամարաձև շրջափակմամբ իր հետ առագաստում էր մեր բնությունը սրբություն սրբոցի մեջ, վարագույրի ներքո, ինչպես ասել էր, թե ուր ես եմ, այնտեղ և իմ պաշտոնյան կլինի։ Եվ հայրական ձայնը, ի վերուստ սիրելի որդի վկայելով նրան, որպես մեր որդեգրության առհավատչա, դեպի լույս հրավիրվածներին ավետիս էր տալիս, նաև առաքյալների և մարգարեների խմբերով իր ծայրագույն լուսափառքը ճառագայթելով, բոլոր վերևիններին և ներքևիններին, կենդանիներին ու մեռյալներին ցույց էր տալիս, թե վերջին օրն ինչպես են տեսնելու իրեն Աստծուն աստվածացածների մեջ, ամպերի վրայով զորությամբ և փառքով գալիս, այստեղ մաքրվածներին այնտեղի փառքը պարգևելիս, որ այս մեծ ահավոր օրը, պսակելով այս տոնը լուսահրաշ փառքով, արեգակնակերպ փայլում է երկնքով մեկ, իր մեջ ունենալով եռապայծառ լույսի եզաբուն ճառագայթը։ Երրորդության այս լույսը միածին այսօր Թաբոր լեռան վրա իր շուրջ փայլեցրեց, ճառագայթելով արարածներին, որով երկինքը ցնծաց և երկիրը պայծառացավ, երկնքի վերնահարկերը բացվեցին, և լույս հոսեց դեպի ստորին խորանը, երկնքում հայրական ձայնը հնչեց, տիեզերքը որդեգրվեց, հոգու ճառագայթը ծագեց, երկնածինները լուսազգեստվեցին, հրեշտակների խումբը պարեց երկրի վրա, հողեղենների դասերը երկնքի դռնով մտան, երկնքի օրհնությունները երկրի վրա հնչեցին, երկիրը երկնանման զարդարվեց, դրախտի դռները բացվեցին, այնտեղից արտաքսվածը պարեց նրա մեջ, կենաց ծառի հոտը բուրեց, երկիրն անմահության ծաղիկ բուսեցրեց, կյանքի լույսը ծագեց, մահու ստվերը փախավ, արդարությունը թագավորեց, մեղքերի իշխանությունը լուծարվեց, ավետարանական փողը գոչեց, տիեզերքը քնից զարթնեց, Աստծուն մարմնով եկած տեսան և նրա հետ աստվածացան։ Այսպիսի բյուր բարիքների օրինակ է այս մեծ և պաշտելի տոնը, ինչպես նաև հույժ վայելու չէ տոնիս անունը, որ տալիս է եկեղեցին, քանզի վարդավառ է կոչում, որ արդ ավար է նշանակում, նաև կոչում է վարժարան։ Այլ ինչու է հույնը սա պայծառակերպության և պսակած տոն անվանում, իսկ հայաստանյայց ազգը վարդավառ։ Սրանք երկուսն էլ միևնույն հրաշափառ պայծառությունն են հնչեցնում, որ նախապես բանն էր արձանագրել։ Այս տոնին բովանդակ երկիրը ծաղկավետվել է, մեր բնությունն էլ փտթել է հավիտենական ծաղիկներով և Քրիստոսի փառքի ճառագայթարձակ փայլմամբ, եկեղեցիները պայծառազգեստ վայելչությամբ են պսակվել և առաքինության լուսահրաշ վարդերով ու շուշաններով տոնասերների ոսկեվարսյալ գլուխներն են վայելչացնում։ Ըստ այսմ, հիրավի է վարդավառ անվանում սա եկեղեցին և պայծառակերպության ու պսակած տոն, իսկ արդ ավարն ու վարժարանն այլ բարձրագույն խորհուրդ են հաստատում, որը տրամախոհները հոգուց են ճանաչում։ Քանզի մեր մեջ Քրիստոսի հարության լույսի ծագումից հետո, Սուրբ Հիսնեկի վերջում, վերնատանն առաքյալների վրա հոգու շնորհները զեղվեցին, նույն օրը Սինայում աստվածագիծ օրենքի գիրը Մովսեսին ընձեռնվեց, որ տոնում էր Իսրայելն ամեն տարի, այն կոչելով Պենտեկոստե։ Նույն օրը նաև առաքյալների մեջ իր հոգու շնորհները կենդանագրելով գիրը տեղի էր տալիս, և ավետարանի բազմաձայն լեզուներով միասնաբար ձայն հնչեցնելով լսողների 5000-անոց խմբերի հույլերին էր աշակերտում, նրանց մասին գրելով որպես նոր Իսրայելի,
երկնավոր մշակի քրտինքի առաջին կաթիլները և առաքելական ոստերի ծաղիկները, որոնք գրի ծածկույթը մերկացնելով, հոգու լույսով զգեստավորվեցին հնազանդ ավետարանի օրինադրություններին, որով առաքելական հրամանն այս երկրորդ հիսնյակի մեջ, որպես վարժարանի փակելով, վարժում էր նրանց հոգևոր կրթության վարժությունների հրահանգներով, ըստ իսրայելյան երբեմնի շրջացանական մաքրության Աստծո երևման ժամանակ։ Այսպես նաև նրանք են արժանանում որդեգրության շնորհի, աղոթքի սրբության, մաքրության ավազանի լույսով, ըստ այսմ, սա վարժարան կոչելը բնավ այպանելի չէ։ Իսկ արդ ավար է կոչվում, քանզի առաքելական օրինադրությունների վերջում տաղավարահարած տոնի նույն այսօրը Երուսաղեմում եկեղեցու առաջին խորանը կանգնեցրին այնտեղ ավազանի լվացմամբ նորընծաներին լուսո հորը որդեգրելով և վերափոխելով ահարոնյան ծերացյալ պաշտամունքի հնությունը Քրիստոսի քահանայության նորոգության և գրի կերպը հոգու շնորհների և մարմնի թլպատությունը մտքի մաքրության և առօրյա լվացումները հոգևոր լվացումների մշտնջենավոր ավազանի մաքրության և զոհերի ու պատարագների ընծաները հավատացյալների բանավոր պաշտոնի, անձերը վերնագույն սեղանի վրա բոլորապտուղ ընծայելով բան Աստծուն։ Ըստ այսմ, նաև այս տոնի օրինակն ավետարանի լույսով որպես խորհուրդ պայծառակերպեցին, փոխակերպելով ստվերի տաղավարը ճշմարտության առագաստի, և Իսրայելի լեռների գագաթներին տաղավարված անճշմարտության ոստասաղարթ և ծաղկազվարճ տոնախմբության փոխարեն նորածնյալներին օրինադրեցին բարձրանալ հավատքի լեռը երրորդության լույսով պսակված, հոգու ճառագայթի ծիրանին հագած և երկնածաղիկ առաքինության լուսասաղարթ ոստրով քաջուղեր և հարափթիթ պտղավետված նոր Սիոնի լուսո խորանում փրկության ելքը մշտապես տոնելու, որպես արդարությամբ արդարև տղայացածներ և կատարյալ գութի հասած պայծառ հավատքով հոգիացածներ, և որպես հարսանյաց մանուկներ գալով և անմահ Փեսայի հետ ճաշի սեղան նստելով, լուսո հարսնարանում անմահության կյանքն են ճաշակում և դասագրված անմահների երամին առագաստի երգերն են երգում. «Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը», և թե «Մեր Տեր Աստված երևաց մեզ, ուրախությամբ արեք այս տոնը»։ Այսպես, ըստ երկնային ակնարկության, սուրբ առաքյալները օրենքի բոլոր ստվերատեսակ երևմունքները քանդելով, պայծառ ճառագայթներով բացածակեցին այս տոնի ճշմարտության լուսո խորհուրդը։ Նույն օրը հավատացյալները հայտնապես տեսան Սուրբ Հոգուն խմբերով գալիս դեպի լույսի ավազանը և Սուրբ Սեղանը Աստվածորդու փրկական մարմնի և արյան աստվածային կենարար խորհրդի վրա, սրա հետ և այլ աստվածաշնորհ առաքելահրաման պարգևներ, նորընծա պատարագների աղի օրհնության և ողջ Երուսաղեմում բոլոր աստվածապարգև ավետիստների խորհուրդը կատարելու։ Այս տոնի օրն իրենց մեջ բաժանեցին տիեզերքը, լինելու իշխաններ երկնքի ներքո, ըստ Սուրբ Հոգու կանխասացության, երկնավորի մոտ հավաքել թագավորներին և ավար առնել բոլորին։ Ուստի միմյանց ձայնում էին միախումբ երկնավոր նահատակների աշխարհագոչ փողերով ասելով. «Արդ ավար է, ելեք տիեզերքով մեկ, գերությամբ գերելու, ավար առնելու, պարգևներ բաշխելու և տալու մարդու որդիներին», ինչպես որ գրում է սրանց խորհրդապետ Պողոսը, թե «բոլոր մտքերը գերում ենք ի հնազանդություն Քրիստոսի»։ Սրանով ցույց տվեց, որ այս տոնն արդ ավար է, որը վարդավառ է կոչում եկեղեցին։ Այդ օրն առաքինության լուսերանք և հուսահոտ բոցատերև վարդերով հարսնազգեստ պսակվելով և հրճվելով։ Սա առաջին եկեղեցում առաքյալների կողմից որպես ավետաբեր տոն օրինադրվեց, որը չի մտնում ընթերցվածների շրջանի մեջ մյուսների հետ,
երբ մարգարեների պատմած աստվածային տնօրենության խորհուրդն է վերաձայնաբար տոնվում, քանզի ոչ թե անցածների մասին է, ինչպեսին որ նրանք են, այլ հավիտենական հանդերձյալն է հարազվարճ ցնծությամբ կրում իր մեջ, որպես մշտապայծառ փառքի գերակայություն, որը նույնիսկ մարգարեները չճանաչեցին, ինչ այնտեղ Աստված պատրաստել էր իրեն սիրողների համար։ Քանզի սա ութերորդ, որպես առաջին եւ վերջին օրվա անթարամ մշտնջենաղուս լույսով պսակված հավետահրաշ եւ ճառագայթավետ տոնն է, որ սկզբնավորում է դատաստանի ատյանից եւ տևում մինչեւ անսպար մշտանորոգ հավիտյանները, տոնասերների բացախմբերի շարքը միացնելով իր լուսաթաղանդ առագաստված ծոցին։ Այստեղ մաքրվածներին բաժանելով էի հետ աստվածածածների անմահ ուրախությունների հարատևողությունից, որը ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչպես կլինի, այլ միայն Աստված, որ ամենայն է ամենայնում։ Իսկ մենք այս աստվածահրաշ լուսավորությունների օրը տոնախմբված կնքենք մեր խոսքը, Քրիստոսի փառքի պայծառազգեստ լույսով պսակված, սուրբ առաքյալների եւ մարգարեների խմբի հետ արարչական տոնարենությանը սպասավորենք այս լուծանելի մարմնի տաղավարը մաքրության խորան դարձնելով, որի մեջ իրեն միևնույն Քրիստոսին ընդունելով երրորդության ամպարագիր լուսավորությունն ընկալենք մեր սրտի մեջ եւ այդպես լուսերամների հետ ամպերով հափշտակվենք Տիրոջն ընդառաջ, նույնատիպ կերպով աստվածացած օդային տարածություններով զվարթ եւ պայծառ կանգնելու առաջագահ դասի մեջ, որդեգրության պարգևն առնելով նույն իր մեր Տեր Հիսուս Քրիստոսի լույսի մեջ թագավորողների հետ, նրան փառք հավիտյանս հավիտենից, ամեն։